Պրագում այն օրը, երբ 10 եպիսկոպոսները հայտարարել էին, որ իրենք գնալու են Վեհարան, բայց մենք տեսանք, ինչ պատասխան տվեց հայ հավատավոր ժողովուրդ դրանց, ընդհանրապես շատ կարճ։ Հազարավոր մարդիկ վանկարկում էին Վեհափար հոր անունը, Վեհափար, Աստված պահի Վեհափար Հայրապետին և տեսանք նաև, որ այնտեղ կային ոմանք, որոնք փորձում էին ներխուժել Հայր տաճար, որոնք դիմաց կանգնած էին հայ ժողովուրդը, ցույց տալով փոխել Հայր տաճարը։ Բայց սա նաև ցույց էր առայն, որ մենք տեսանք ըստ էության Նիկոլ Փաշինյանը այլևս մարդ չունի, որովհետև ականատեսների խոսքով այնտեղ կային ընդամենը 100-ից մաքսիմում 150 հոգի ճակատավար ԿՊ-ի աջակիցներ, որոնցից շատերը խեղճուկրար կանգնել, չգիտեն ով են, ուր են և ինչի համար են եկել կեցվածքով։ Խնդրեմ, դուք ինչ կառանձնացնեք, դուք ինչի ականատես եղաք այդ օրը։ Նախ ամենասկզբից ասեմ, ես երբ երիտասարդների հետ մտա Վեհարանի տարածք, այնտեղ ոստիկանները ասեցին, որ եթե ակցիայի մասնակից եք, ձախ կողմով գնացեք, եթե ժամերգության եք եկել, աջ կողմով գնացեք։ Եվ ես այդ ժամանակ հարցրեցի, դուք պետք է ասեք, ես Վեհարանում լինելով քրիստոնյա, որ կողմով գնամ, եւ ձախ կողմով գնացի, ցանկանալով տեսնել ինչ ակցիայի մասին է խոսքը, եւ այն նիկոլական սրբապիղծները, ովքեր հավաքվել էին Վեհարանի ձախ կողմում, ձախ կողմի տարածքում, ես սկզբից չէի հասկացել, որ նրանք նիկոլականներ են, որովհետեւ այդպիսի Թալինի քաղաքապետ բան են, Ձիանն այն, Դպիրը, չգիտեմ, այդ երևույթները սկզբից այդ տարածքում չէին։ Եվ երբ ես երիտասարդների հետ այդ մարդկանց մեջ գոռացի Վեհափար, իրանցից շատերը սկսեցին գոռալ Վեհափար։ Նիկոլականների մասին է խոսքը եւ անկեղծ եմ ասում, այսինքն ցուցիչ համար 1 այդտեղ գտնվող նիկոլականները չգիտեին ինչի համար են այդտեղ եկել։ Այսինքն իրանց նախիրի պես քշել էին Վեհարան եւ ասել էին, որ ցուցում տվողը, ցուցիչ տվողը ինչ կանի, իր հետևից կանեք, այսինքն այդտեղ եթե մարդիկ գոռում էին օրինակ կտրիչ դավաճան հեռացիր մեր Վեհափարին, այդտեղ կային ուղղորդողներ եւ հետևից նիկոլական նախիրը, անհավատների խումբը կրկնում էր այն, ինչ ասում էին ուղղորդողները։ Ես անկեղծ եմ ասում, այդ չէի հասկացել, որ նիկոլականների թևն է եւ այդտեղից գոռացել եմ 15 երիտասարդ կային իմ հետ, գոռացել ենք Վեհափար այդտեղ եւ շատ նիկոլականներ մեր հետ գոռացել են Վեհափար ամենասկզբից։ Եվ հետո այդտեղ իրանց ուղղորդողները ասեցին, որ ինչ Վեհափար խիեք գոռում, դուք չգիտեք խիեք ստեղ եկել բան, այսինքն այս մարդիկ կապ չունեն եկեղեցու հետ, կապ չունեն այն գաղափարների ու արժեքների հետ, ինչի մասին խոսում են, չգիտեն ինչի համար են եկել Վեհարան, այսինքն տենց լինում է, որ մարդ գնա Վեհափարի հրաժարականը պահանջելու, չնայած ինքնին արդեն այդ բառը Վեհափարի հրաժարականը պահանջելը դա հանցագործություն է, որովհետև Վեհափարը ընտրվում է եկեղեցական օրենքներով, ընտրվում է եկեղեցական կանոնակարգով եւ այդ եկեղեցական օրենքները որոշվել են շատ դարեր առաջ եւ ոչ մի թագավոր, ոչ մի բռնապետ, ոչ մի երկրի ղեկավար չի խառնվել եկեղեցու գործերին։ Ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ես հերթով եմ անդրադառնալու այս նիկոլական սրբապղծություններին, որ մեր հայրենակիցները, բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլին համարում են իրենց փրկիչ, բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլին աջակցում են վերագրելով եկեղեցու մաքրում, տենց նմանատիպ տեսակետներ, նմանատիպ կարծիքներ ունեցող մարդկանց համար, ես մի քանի բան կպարզաբանեմ, օրինակ Արայիկ Հարությունյանը, այն անձնավորությունը, ով տարիներ առաջ տրանսգենդեր էր ընդունում իր սենյակում, դդումը Արայիկը, այո, Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, ասում է, որ նմանատիպ դեպք անկախությունից ի վեր չի եղել, որ ժողովուրդը պահանջի Վեհափարի հրաժարականը, նույնիսկ Վազգենի ժամանակներից սկսած Վեհափարի մեր նմանատիպ դեպք չի եղել։ Հիմա դա ինչից է գալիս, որ չի եղել, որովհետև մեր երկրի ղեկավարները եղել են Լևոն Տեր-Պետրոսյանը,
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մարդիկ ովքեր պետականամետ են, մարդիկ ովքեր մտածում են ստրուկտուրաների մասին, մարդիկ ովքեր չեն խառնվել եկեղեցու գործերին, բայց որ մեկը Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, որ ուզենային մի հատ այտենց եկեղեցու դեմ արշավ սկսեին, 2 րոպեում կսկսեին, ինչ խնդիր կար, ոչ մի խնդիր, այսինքն ես ուզում եմ տրանսգենդեր կարաբինային իր սենյակում ընդունող Հայաստանի Հանրապետության ճակերտների մեջ քրիստոնյա վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանին ասել, որ դու չես կարա լինես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, չես կարա դնես, վերցնես, Վազգեն վեհափառից խի չէին բողոքում, խի են մեր վեհափառից բողոքում, որովհետև դու տրանսգենդեր ընդունող հարգող անձնավորություն ես, հետևաբար դու քրիստոնեական օրենքներին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն դեմ անձնավորություն ես։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մարդկանց խրախուսում է, որպեսզի տղան եւ աղջիկը իրար հետ կազմեն ընտանիք, ունենան երեխաներ, տուն ստեղծեն, հայկական օջախ ստեղծեն, գնան եկեղեցի, աստվածապաշտ լինեն եւ ապրեն այնպես, որ այդ օջախում ծնված երեխաները լինեն եկեղեցասեր, լինեն հայրենասեր, լինեն հող սիրող։ Դուք տարբերվում եք նմանատիպ արժե համակարգ ունեցող մարդկանցից ձեր այլակարծությամբ, գիտեք ձեր որ այլակարծությամբ, ձեր պիղծ այլակարծությամբ, ձեր այլասերված մտքերով, ձեր մոտեցումներով կարմիր գծերին ու կյանքին, դուք տարբերվում եք մեզնից, հետևաբար ձեր նման այլասերվածները չեն, որ պետք է մաքրեն եկեղեցին, ձեր նման այլասերվածները կարող են ձեր վարչապետի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի, կարող են ազգային ժողովի ամբիոնից քննադատել Կճոյանին, ասել, որ նա ունի Բենթլի, ասել, որ նա ունի սիրուհիներ, Կճոյանանմանների պատճառով հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ վեհափառի դեմ արշավ սկսել, հետո Կճոյանանմաններին բերել կանգնեցնել ձեր կողքը, ովքեր կառաջնորդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարվող արշավը։ Հիմա անցնենք հերթականությամբ առաջ։ Մի անձնավորություն, Նիկոլ Փաշինյան, ով մի գրքի հեղինակ է, որտեղ ամբողջը պղծություն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հեղինակը այդ գրքի Նիկոլ Փաշինյանն է եւ այդ գրքի մեջ շատ մտքեր կան հեղինակի անունից ուղիղ, այսինքն եթե հեղինակը գիրք է գրում եւ գրում է, որ ինքը Ֆրանսիայում մտավ մի թանգարան, որտեղ տեսավ կալորիկ հետույքով մի արձան եւ իր մոտ ցանկություն առաջացավ բռնաբարելու այդ արձանը եւ դա գրում է Նիկոլ Փաշինյանը եւ այդ անձնավորությունը ուզում է մաքրի մեր եկեղեցին, ուրեմն Աստծուն դեմ այդ գրքում ինչ հնարավոր է միտք, որ կարելի էր արտահայտել, Նիկոլ Փաշինյանը արտահայտել է։ Նիկոլ Փաշինյանը այդ գրքի մեջ, կներեք, որ եթերով եմ ասում, բայց պետք է ասեմ։ Նիկոլ Փաշինյանը այդ գրքի մեջ, դա ես չեմ ասում, դա մեր երկրի վարչապետն է գրել իր գրքում։ Իր գրքի մեջ գրել է, որ տեսնում է զոհերի եւ զոհերի քույրերի, մայրերի բոզացած, տեսնում է մարդիկ, ովքեր այլասերված են, ցանկանում է արձան բռնաբարել, տեսնում է Արցախի հողեր, որը թուրքական են, այսինքն ինչի մասին է խոսքը։ Մենք խոսում ենք մի անձնավորությունից, ով ոչ միայն երբեք աչքի չի ընկել իր եկեղեցասիրությամբ, այլև միշտ աչքի է ընկել իր այլասերվածությամբ, իր այլասերված ուղղվածությամբ, հակաեկեղեցական պահվածքով, մինչև 2018 թվականը ոչ մի անգամ ես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին որևիցե եկեղեցում պատարագի մասնակցելուց, մինչև 2018 թվականը ես չեմ էլ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը խոսեր եկեղեցին մաքրելուց, չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին եւ թվականից սկսած, որ նա խոսեր, որ եկեղեցին մաքրվելու կարիք ունի, ավելին ասեմ, ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանին վեհափառի հետ սելֆի անելուց, ես տեսել եմ Նիկոլ Փաշինյանին վեհափառին տարբեր տեղերում հանդիպելուց, մեր վեհափառի սխալը նրանում է կայանում, որ ինքը ամենասկզբից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իր վերաբերմունքը ցույց չի տվել, որպես
եկեղեցասեր վեհապար, որպես վեհապար հայրապետ, քրիստոնյաների առաջնորդ, առաջինը քրիստոնեություն ընդունած, ցույց չի տվել հակա եկեղեցականի տեղը եւ վերաբերմունքով ցույց չի տվել նրան, որ ինքը այն երկրի ղեկավարը չի, որ մի օր էլ կարա եկեղեցու դեմ նմանատիպ բաներ անի։ Հիմա այն նիկոլականները, ովքեր եկել էին վեհարանի տարածք եւ պահանջում էին մեր վեհապարի հրաժարականը, նախ որպես այդպիսին Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ դա քրեորեն պատժելի արարք է ցույցով վեհապարի հրաժարականը պահանջելը, դա 1, 2, այն անձնավորությունները, ովքեր գտնվում էին վեհարանի տարածքում, վստահաբար կարող եմ ասել, որ երբեք չեմ փայլել աստվածասիրությամբ եւ եկեղեցի գնալով, որովհետեւ ես եւ իմ ընկերները եւ ձախ կողմում կանգնած մարդիկ վեհարանի, ովքեր իրապես իրենց հավատքի եւ կրոնի համար էին եկել վեհարան, երբեք չեն հայհոյում եկեղեցու տարածքում, որովհետեւ դա հարգանք է Տիրոջ նկատմամբ, դա հարգանք է Աստծո նկատմամբ, երբեք չեն ծխել եկեղեցու տարածքում եւ կտացրել այդ սիգարետների բիչոկը գետնին, երբեք չեն թքել, երբեք այսենց մատեր ցույց չեն տվել, իսկ նիկոլական թափթփուկները, ովքեր գտնվում էին, եթե դեմքով նայում ես եկեղեցուն աջ կողմում, ուրեմն իրենց քաղաքապետների գլխավորությամբ այդ Տավրոս Սափեյանը ինչա, հիմա եթերի մեջ ենք, ես ուղիղ ասում եմ ձեզ, այնտեղից մեր կողմ հայհոյանքներ էին տալիս, այնտեղից մատներ էին մեջտեղի ցույց տալիս, թքում էին գետնին, հռհռում էին, այսինքն հռհռալով եւ մատներ ցույց տալով էիք եկել եկեղեցին մաքրելու, օրինակ վեհապարից։ Ձեր գաղափարները եկել էիք իրականացնելու աղանդավորներով, օրինակ այնտեղ կար մարմնավաճառ Ձիաննա անունով նիկոլական մարմնավաճառը գալիս է եւ պահանջում է եկեղեցին մաքրել։ Այնտեղ կար աղանդավոր, ով բարձր գոռում էր, որ կտրիչ Ներսիսյանը պետքա հեռանա։ Այնտեղ կար Նակոլկով դպիր տատուներով, ով մեկ դպիր է, մեկ բուկլետ բաժանող է, մեկ Նիկոլի ակտիվիստ է։ Այնտեղ կար Թալինի քաղաքապետը, ով զոհվածի մորը ասում էր, որ սիրուն ըլնեիր, շալվարս կիչացնեի կտենայիր, այսինքն այս մասան եկել էր պահանջել վեհապարի հրաժարականը եւ մեզ նիկոլականները ասում են, որ դուք գումարով եք եկել կանգնել եկեղեցու կողքին, հիմա հրապարակային ասում եմ ես, մենք հավատավոր ժողովրդով ինչքան գումար եք ուզում հավաքենք տանք ձեզ, այս սրբապիղծներ, որ դուք եկեղեցու տարածք կյանքում էլ չմտնեք ու չպղծեք մեր սրբությունները, դուք չեք էլ կարա մեր սրբությունները պղծեք, դուք փորձում եք մեր սրբությունները պղծեք, բայց մենք մեր կյանքի գնով պահելու ենք մեր վեհարանը, պահելու ենք մեր եկեղեցին եւ հիմա ասում եմ ձեզ, ես եկեղեցու տարածքում ձեզ պատասխան հայհոյանք չեմ տվել, ես եկեղեցու տարածքում երբեք չեմ կարա հայհոյանք տամ, որովհետև ես Աստծուց վախում եմ, բայց հիմա ասում եմ, այդ Թալինի քաղաքապետից սկսած մինչև ամենավերջին մարդ, այ բի տղեկ, դուք եկեղեցու տարածքում ո՞նց եք թույլ տալիս ձեզ հայհոյել։ Լավ, մարդ ինչքան կարա լինի սրբապիղծ, մարդ նայեք, ուրեմն 5 կտակարանում բարոյական օրենքներից զուրկ բառը 9 անգամ հիշատակվում է Սուրբ գրքի մեջ։ Հետևաբար, եթե մարդ լինում է բարոյական օրենքներից զուրկ, եթե մարդ վեհարանի տարածքում հայհոյում է, ուրեմն ինքը բարոյական օրենքներից զուրկ մարդու տղա է, չի ստացել բարոյական դաստիարակություն, որպեսզի հասկանա, որ վեհարանի տարածքում չի կարելի հայհոյել։ Եվ նմանատիպ մարդկանց ես ավելի վատ հայհոյանքներ կտայի, պարզապես եթերում ենք եւ հասկանում եմ եւ եթերային հայհոյանք եմ ես հիմա իրանց տալիս, որովհետեւ այն անձնավորությունը այստեղ է արդեն խնդիրը վեհապարի հրաժարական պահանջել չպահանջելը չի։ Այստեղ խնդիրը նրանում է կանում, որ մարդ չլինելով քրիստոնյա, մարդ չլինելով քրիստոնեության արժե համակարգի կրող, գալիս է վեհարանի տարածքում, ամենավերջի խուլիգանի նման է իրան պահում, գլխարկը գլխին քաշած, սև ակնոցներով,
ծամոնով, մատ ցույց տալով, սիգարետը գետնին գցելով, հայհոյելով, զոհվածի մայր չհարգելով, եկեղեցի դռների խփելով, բա նման մարդուն ավելի քան բարոյական օրենքներից զուրկ որակելը, բա ինչ որակում տաս, ես այլ որակում չգիտեմ տալու նման մարդկանց, ովքեր վեհարանում իբրև թե եկել էին վեհապարի հրաժարականը պահանջեին եւ իրենց պահում էին այնպես, ինչպես նույնիսկ թուրքը եւ մահմեդականը մտնելով քրիստոնեական տարածք եկեղեցու իրենց այդպես չեն պահի։ Ես վստահաբար ասում եմ ձեզ, թուրքը, արաբը, մահմեդականը, որ մտնի վեհարանի տարածք, իրան այդպես չի պահի։ Ոնց որ պահում էին նիկոլականները, ոնց որ իրեն պահում էր Թալինի քաղաքապետը, որովհետեւ եթե այլ կրոնի անձնավորություն ես, դու նաև պարտավոր ես հարգելու դիմացինի կրոնը։ Հիմա այս աղանդավորներին բերել լցրել են վեհարան։ Այն մի տեր Արամ կա, իրան չգիտեմ, այդ ինչի տեղ է իրան դրել вообще նրան ով է вообще տեր համարում, դիմում են, այդ կարգալույց քահանաներ են բերում, եպիսկոպոսներ են բերում վեհարանի տարածք։ Բա հիմա խոսքս ուղում եմ Վիրահայոց նախկին թեմի առաջնորդ Միրզա Խանյանին, խոսքս ուղում եմ Արցախի թեմի առաջնորդին, նախկին, խոսքս ուղում եմ Կճոյանին, խոսքս ուղում եմ Մասյացոտնի թեմի առաջնորդին, այ Տիրադավներ, այ Նիկոլ, այ Հակոբյան Հասմիկ, այ Վահագն Ալեքսանյան, այ Արայիկ Հարությունյան, այ Ժեխակ Կույտ, եթե դուք ասում եք, որ այդ մարդիկ եկել էին պահանջելու ժողովրդի հետ վեհապարի հրաժարականը, բա ինչի էին օրինակ քաղաքացիական հագուստով բերետ աշխատող մարդիկ, օրինակ Սրբուհի Գալոյան, ինչի էին 10 Տիրադավ եպիսկոպոսներին վազացնելով, բերում վազացնելով տանում մցնում գազելը, բա ինչի էին վեհարանի տարածքում հազարավոր քրիստոնյա մարդիկ անեցք տալիս Կճոյանին, Միրզախանյանին, են Վրթանեսին, չգիտեմ, են մյուսին, ինչի համար էր բա տենց, բա ուր էին ձեր ժողովուրդը, որ ձեր առաջնորդությամբ գային այդտեղ ու դուք ունենայիք աջակցություն, այդ 30-40 ԱԱԾ աշխատողներն էին պահանջում վեհապարի հրաժարականը, նաև խոսքս ցանկանում եմ ուղղել ոստիկանությանը, այդ տարածքը պահպանող ոստիկաններին, ովքեր մեզ բրթեցին հետ ճանապարհ բացելով սրբապիղծների առաջ, որպեսի մտնեն նրանք վեհարան եւ պղծեն վեհարանը, որոնց մոտ չհաջողվեց, որովհետեւ նաեւ եկեղեցու տարածքում էին հավատավոր ժողովուրդ եւ նրանք դուրս շպրտեցին բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին այն ժամերգությունը, որը անցկացնում էր անձամբ վեհապարը, տապալեին, պղծեին, հայհոյանքներով իրենց գորգրոցներով առհասարակ եկեղեցու տարածքը այնպիսի տարածք է, որ մարդիկ գնում են այնտեղ հանգստություն ստանալու, Աստծու հետ հաղորդակցվելու, լուր աղոթք անելու, իսկ ձեր բաշի բոզուկները, ովքեր եկել էին վեհարան, իրանք չգիտեն եկեղեցու տարածքում պահելու ձև, իրանք չունեն պահելու ձև, իրանք չունեն հավատ առ Աստված, որովհետև մարդ, եթե հավատք ունենա առ Աստված, չի կարա Աստծո տանը թքի գետնին, հայհոյի, մատ ցույց տա, ծամոն ծամի լոճած բերանով, չի կարա էլի, չի կարա, դուք արժանանալու եք Աստծո ամենասաստիկ դատաստանին եւ շատ սաղմոսներ կան, որոնք կարդալիս դու հասկանում ես, որ դրանք վերաբերվում են այն նմանատիպ իրավիճակների եւ Տերը թող քրիստոնյա ժողովրդին, հավատավոր ժողովրդին, մեր վեհապարի գլխավորությամբ, մեր կալանավորված սրբազանների գլխավորությամբ տա ուժ, տա կամք, տա հավատք, տա համբերություն դիմակայելու այս աղանդավորական շարժման, այս անաստվածների շարժման դեմ գործողություններին, որովհետև հաջողությունը քրիստոնյաների այլընտրանք չունի այս պայքարում, որովհետև մոնղոլ թաթարները, սելջուկ թուրքերը, հռոմեացիները, պարսիկները, չգիտեմ, ռուսները, այլ տարբեր ազգեր, տարբեր ժամանակներում փորձել են մեր կրոնը
այնպես անել, որ մենք դավանենք ամեն մեկը այնպես է արել, որ մենք դավանենք իրենց կրոնը, բայց երբեք չի հաջողվել։ Մենք նույնիսկ պետականություն ենք կորցրել, բայց կրոն չենք կորցրել։ Եվ նայեք Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ծրագիրը որտեղից է գալիս։ Օրինակ ասում է Աննա Հակոբյանը Պարուշ Սևակի աղավաղված արձանի մասին, կստացի, այդ արձանը հանվելու է այն տարածքից, որտեղ որ դրվել է, որովհետեւ մարդիկ պահանջել են այդ տարածքում գործունեություն ծավալող դպրոցի տարածքում դասատուները, չգիտեմ, աշակերտները, նրանց ծնողները պահանջել են, որ այդ աղավաղված արձանը հանել, քվեարկություն է եղել եւ 80%-ը կողմ է քվեարկել, որ այդ արձանը այդ տարածքից հանեն, բայց ինչ ասում Աննա Հակոբյանը, ասում է այդ արձանը քանդակող մարդը այդպես է Պարուշ Սևակին տեսել, իրան պետք չի քննադատել։ Այսինքն օրինակ ես չգիտեմ, ինչ որ մեր մեծերից մեկին նկարեմ, օրինակ տկլորը նկարեմ ու ինչ որ մեկն է արդարացնի ինձ, որ ես տենց եմ տեսել մեր մեծերից մեկին, այսինքն էլ սրանց այլասերվածության աստիճանը նայեք, որտեղ է խորանում, ասում է ինքը Պարուշ Սևակին տենց է տեսել, դե փառք տանք Աստծուն, որ Պարուշ Սևակին այդ քանդականողը օրինակ, չգիտեմ, սիգար ծխելուց չի տեսել կամ տկլոր չի տեսել կամ ես չգիտեմ, այսինքն ի՞նչ է նշանակում այդպես կամ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է Մեսրոպ Մաշտոցը մինչև կրոնավոր դառնալը եւ հայ գրերը ստեղծելը եղել է քաղաքական գործիչ, զբաղվել է քաղաքականությամբ, որպեսի հետո դառնա կրոն։ Այսինքն այ Նիկոլ, այ երևույթ հանրությանը անհայտ։ Օրինակ ես Մեսրոպ Մաշտոցի մասին հնարավոր ինչքան գիրք կա կարդացել եմ։ Ես ոչ միտեղ չեմ հանդիպել, որ Մեսրոպ Մաշտոցը զբաղվել է քաղաքականությամբ։ Օրինակ դու լինելով երկրի վարչապետ, ես էլ լինելով քեզ հետևող մարդ, հայ։ Մի հատ ինձ կարաս ցույց տաս այն աղբյուրը, որտեղից որ դու կարդացել ես, որ Մեսրոպ Մաշտոցը եղել է քաղաքական գործիչ, մինչև կրոնավոր լինելը։ Մի հատ ես ցանկանում եմ, դու հղումը տաս կամ այդ քո թափթփուկները աղանդավոր էլի, միտեղ Facebook-ում այդ հղումը դնեն, մտնենք կարդանք էլի, դուք որ աղբյուրը կարող նույնիսկ թուրքական աղբյուր այդպես չկա, որ Մեսրոպ Մաշտոցը քաղաքականությամբ է զբաղվել, հասկանում ենք քո մտքերը ուր են տանում, հետո գրել է, դարել է կրոնավոր, դարել է եկեղեցուն մոտ մարդ, հետո գրել է, արել է տարերի գյուտը, մի հատ ինձ ես խնդրում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, դու ցույց տաս այն տեղը, որտեղ որ դու կարդացել ես դա, որովհետև դու դա չես կարդացել, դու մանիպուլացնում ես, հետո խոսում ես պապ թագավորից, խոսում ես տրթատից, ես կցանկանամ, որ դու այդ մարդկանց անունը չտաս, որովհետև դու ոնց կարաս համեմատվես թագավորների հետ, որ աչքես ընկել միշտ պարտություններով, քո ճղճին պահվածքով, հակաեկեղեցական պահվածքով, զոհվածի ծնողներին մարդկանց ծնողներին չհարգելու պահվածքով, մեր եղբայրների դիակները անարգելու պահվածքով, հողերը հանձնելու պահվածքով, հղի կնոջ մեքենայի տակ գցելու պահվածքով, դու ոնց օրինակ տրթատը, որ տրթատի անունը տալիս ես, կարար ձիով հղիկին գցեր իր ձիու տակ, չէր կարա, չէ, որովհետև դա դու ես, իսկ նրանք էին, դու քեզ ցանկանում ես համեմատել մեծ ընթակավորների հետ, դու ցանկանում ես վաղը մյուս օրը Տիգրան մեծի հետ կհամեմատես քեզ, հետո ինչ որ դու կապ չունես ծովից ծով Հայաստանի հետ, դու հասկանում ես քո հիվանդությունը խրոնիկ է, ես բազմից ասել եմ, մտեք, գրեք շիզոֆրենիա եւ Նիկոլի պահվածքը համեմատեք Վիկիպեդիայում շիզոֆրենիա գրած բացատրության տակ, դուք մեկին մեկը կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը եւ շիզոֆրենիայի բացատրությունը մեկին մեկ համընկնում են իրար։ Հիմա անցնենք, շարունակենք այն ներկայացման մասին, որոնք նիկոլականները արել էին, հիմա էլ ասում են, ստացվել է մեր ակցիան, 10 նախ այդտեղ ուր էր 10 եպիսկոպոս, ես չտեսա, 4-5 հոգին էին հետ, հետո այնտեղ այդ եպիսկոպոսների պահվածքը, ասենք, չգիտեմ, լրագրողներից մեկին ասում էին պարոնը պապատա, այնտեղ լրագրողներին բրդում էին, չգիտեմ, խփում էին, այդտեղ քաղաքացիական հագուստով բերետներ էին, աշխատակիցներ էին, Արամ Սարգսյանի կուսակցության էջմիածնում պարտված տեխնացուներն էին, այսինքն ձեր ռեսուրսը, ձեր ժողովուրդը, այս մարդիկ են, մի Թալինի քաղաքապետն է,
ուզում է իր քաղաքապետի պաշտոնը պահի, Նիկոլը ասել է գնա եկեղեցին ենք պղծում, ինքը պատրաստ է գումարի դիմաց, ցանկացած շահի դիմաց, իր պաշտոնը պահելու դիմաց, ցանկացած պղծության գնացել է, Վեհարանի տարածքում հայհոյում էր, խփում էր դռանը, ջարդում էր եկեղեցու դուռը, այ այս պահվածքով դուք կարաք աչքի ընկնեք։ Հետո ես ցանկանում եմ մի հատ բան ասել։ Եթե դուք օրինակ խոսում եք քրիստոնեությունից, եթե դուք խոսում եք օրինակ բանակից, խոսում եք եկեղեցուց, այլ օրինակ ոնց կարա Նիկոլ Փաշինյանը, ով չի ծառայել բանակում, խոսա բանակից, ով չի գնացել եկեղեցի, խոսա եկեղեցուց, դուք ոնց կարաք այն մարդկանցով, ովքեր ունեն սիրուհիներում պատճառով, որ վեհափարի դեմ արշավ եք սկսում, պատճառով, որ փորձում եք եկեղեցու դեմ արշավ անել, այդ մարդկանցով փորձել մաքրել եկեղեցին։ Օրինակ, գիտեք տարբերությունը Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, այն սրբազանների ում որ կալանավորել եք եւ ձեր տարբերությունը, օրինակ այդ մարդկանց դեմ եւ վեհափարի դեմ Նիկոլ Փաշինյանը չունի կոմպրոմատ եւ միայն կարողացել է այն 4-ին կալանավորելով լրացնել եւ նույնիսկ չի էլ կարողացել վեհափարի դեմել, միակ կոմպրոմատը այնա, որ ասում են, որ երեխա ունի վեհափարը։ Հիմա այն տիրադավները եւ սրբապիղծները, ովքեր քո կողմ են անցել, այ դրանք են եկեղեցու անունը գցող, ոչ եկեղեցական պահվածքով հանդես եկող սրբազանները, որովհետև դու նրանց վրա այնպիսի կոմպրոմատներ ունես, որ դրել ես դեմները եկել են քո կողմ, ում դեմը չես կարացել կոմպրոմատ դնես, ձերբակալել ես։ Վեհափարին է ցանկանում եք խայտարականելով եկեղեցուց հանեիք, բայց ձեր մոտ չի հաջողվելու, որովհետև սա քրիստոնեական պայքար է, այստեղ արդեն կուսակցություն ես, մեկի հետ լավ չեն, մեկի հետ լավ չէ, օրինակ Վեհարանի տարածքում բոլոր կուսակցություններից ընդդիմադիր կային մարդիկ, ովքեր մեկ բռունցք էին դարձել, ովքեր դարձել էին մեկ հավատավոր քրիստոնյաների խումբ եւ պայքարում էինք մեր կրոնի, մեր վեհափարի, մեր Վեհարանի համար, որը չպետքա պղծվեր, չպետքա պղծվի եւ չի պղծվելու ոչ մի նիկոլականի կողմից։ Ես ուղիղ եթերով ասում եմ, մեզ եթե ուզում եք կարող եք ձերբակալել, մեզ կարող եք կտանքների ենթարկել, մեզ կարող եք գնդակահարել նույնիսկ, նայեք, չի հաջողվելու մեզ լրացնել եկեղեցին պաշտպանելու մեր սրբազան գործի մեջ։ Եվ ես նորից ուղիղ եթերը օգտագործելով կոչ եմ անում տասնյակ հազարավոր երիտասարդների դուրս եկեք ձեր առօրյա խնդիրներից, գործերից, ուշադրությունը սևեռեք մեր եկեղեցու վրա, մեր եկեղեցին ունի ձեր օգնության կարիքը։ Պատմությունը ձեզ գրելու է հերոսների շարքում, որպես եկեղեցին պաշտպանած քրիստոնյա մարդիկ եւ երիտասարդներ։ Ես ձեզ խնդրում եմ, մի տրվեք Նիկոլ Փաշինյանի մեդիաների մանիպուլյացիաներին եւ սադրանքներին, մի տրվեք Նիկոլի կողմից ֆինանսավորվող պաշտոնյաների սադրանքներին, մի տրվեք Նիկոլ Փաշինյանի կողմից եւ սորոսական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող Ստյոպա Սաֆարյանների եւ Արամ Սարգսյանների լոլոներին, մի տրվեք, որպես հայ երիտասարդներ, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, հաստատակամ եղեք ձեր կրոնի, ձեր ընտրության մեջ, կանգնեք եկեղեցու կողքին, պաշտպանեք մեր վեհափար հայրապետին, մեր վեհարանը, մեր կրոնը, մեր եկեղեցիները, որովհետև սիրելի երիտասարդներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, եթե մենք կորցրեցինք մեր կրոնը, եթե Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատող կաթողիկոս եղավ վեհարանում, մենք այլևս փրկություն չունենք վերացումից, թրքացումից եւ պետականության կորստից։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի երեկվա ինֆորմացիաներին եւ մանիպուլյացիաներին, երբ ինչ որ թուղթ են գցել, որ վեհափարի եղբայրը KGB-ի գործակալ է, անդրադառնամ այդ ծիծաղելի երևույթին եւ այդ ծիծաղելի ինֆորմացիային։ Նախ այդտեղ նշվում է, որ 86 թվականից 88 թվականներին է եղել KGB-ի գործակալ վեհափարի եղբայրը։ Հետո որ աղբյուրները բացում ես, կարդում ես, պարզ նշած է, որ գաղտնի թուղթը
ռուսական KGB-ի գործակալ ագենտ լինելու լրիվ այլ տեսք ունի։ Կոդ չկա աջ կողմում գրված 86-ից 88 թվականներին, սիրելի հայրենակիցներ, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում պետական թղթերը գրվում էին ռուսերենով։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում, Վրաստանի Հանրապետությունում, Ադրբեջանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Ուկրաինայում, այսինքն բոլոր այն պետությունները, ովքեր եղել են սովետական միության անդամ, այդ երկրներում պետական թղթերը գրվել են ռուսերենով։ Հիմա Նիկոլ Փաշինյանի սուտ եւ կեղծ լուրեր տարածողներ, Հասմիկ Հակոբյան պատգամավոր, Վահագն Ալեքսանյան, այն մեկի անունը, մոռացա դրա ազգանունը, մեծ գլխով ինչ-որ նիկոլական պատգամավոր է, գրել է, էս էլ ձեզ հերիք չի, որ KGB-ի գործակալ է, մյուս անգամ էլ եք գնալու վեհարան պաշտպան, այսինքն նայեք, դուք նույնիսկ սուտը չեք կարում ընենց մատուցեք, որ ճշտին նման լինի, դուք սպառված ռեսուրս եք, խայտարակ եք անում ձեզ, ձեր հետևող նիկոլականներն էլ արդեն այդքան հիմար չեն, ձեր գցած ուտկաները գցում բռնում են արդեն, միանշանակ չեն ընդունում, դրա համար մենք պետք է հանգիստ, հայատար, հայերենով, ոսկեղենիկ բացատրենք, թե որտեղ են նիկոլականները և Նիկոլ Փաշինյանը խաբում ձեզ։ Նշում եմ, որ եղել է KGB-ի գործակալ, նախ KGB-ի թղթերի մեջ տեղեր կան, որ այլ գրիչի գույնով է նշվում, անուն ազգանունը, հայրանունը, կոդ է լինում, ռուսերենով է գրված լինում, եթե 86-ից 88 թվականներին է, հետո ինչ գիտեք, որ այդ մարդը KGB-ի գործակալ է լինի, ինչ ծառայություն է մատուցել պետությանը, ինչ գիտեք, կամ եթե վեհապարի եղբայրը եղել է KGB-ի գործակալ, վեհապարի հրաժարականը եք պահանջում, գնացեք այդ մարդու հետ, ձեր գործերը, հարցերը լուծեք, հիմա ինչ կապ ունի վեհապարի եղբայրը ինչ ա եղել, դուք եկել եք վեհապարի հրաժարականն եք պահանջում, այն մարդու եղբայրը կարող է շատ սխալներ արած լինի, վեհապարի հետ ինչ գործ ունեք դուք, կամ դա ձեզ սահմանադրական իրավունք է տալի գալու վեհապարի այն վայր եկեղեցի վեհարան, որտեղ վեհապարը ժամերգություն անցկացնում, եկեղեցու դուռը ջարդեք, թքեք, հայհոյեք, խփեք, սիգարետ գցեք, հա, այդ KGB-ի գործակալ լինելու կեղծ թուղթը թույլ է տալիս ձեզ տենց պահվածք վեհարանի տարածքում, իհարկե թույլ չի տալիս, եւ դուք այն անձնավորությունը չեք, որ վեհապարին մեղադրեք երեխա ունենալու մեջ, եթե վեհապարը նույնիսկ երեխա էլ ունի, ինքը Աստված ամեն մեկի դատ ու դատաստանը տալիս է արժանավույն, ինչ գործ ունեք դուք վեհապարի երեխաների հետ, ինչ գործ ունեք դուք նրա հետ, թե վեհապարը երեխա ունի, թե չէ, եւ եթե նույնիսկ վեհապարը երեխա ունի, վեհապարը ինչ-որ մեկի կյանք է տվել, ոչ թե 5000 հոգու կյանք է խլել, հետևաբար դու չես կարող 5000 հոգու կյանք խլած երկրի ղեկավարդ, ստախոս, տարբեր ժամանակներում տարբեր կարծիքներ հայտնած, պահանջեց մի մարդու հրաժարական, ով վեհապարը եւ կասկածվում է երեխա ունենալու մեջ, դու դրա բարոյական իրավունքը չունես, Նիկոլ, եւ դուք բոլոր նիկոլականներդ չունեք դրա բարոյական իրավունքը, որովհետև նախ մարդ, երբ որ ինչ-որ բան է պահանջում դիմացինից, պետք է ինքը լինի առաքինի եւ բարոյապես լինի այն մակարդակի վրա, որ ունի իրավունք ինչ-որ բան պահանջելու, Նիկոլ, որովհետև դու նույնիսկ Զաքսով ամուսնացած չես, եկեղեցով ամուսնացած չես, դու ինչ իրավունք ունես խոսալու արժեքներից բարձր պահանջներ ներկայացնելու վեհապարին, եթե դու չես պահել այդ արժեքները եւ օրենքները, մարդ, ով չի ծառայել բանակում, ով չի ավարտել համալսարանը, ով 5 տարի է եկեղեցի չէր գնում, ոչ մի եկեղեցական մեծ տոնի, Սուրբ Զատիկին եկեղեցի չէր գնում, պատարակներին եկեղեցի չէր գնում, պահանջում է, ով 5000 տղու գլուխ է կերել, ով հայրենիք է վաճառել Թուրքին, պահանջում է վեհապարի հրաժարականը եւ այնպիսի թույլ մեղադրանքներ է ներկայացնում, որ երեխա ունի, եղբայրն էլ KGB-ի գործակալ է, ոչ երեխունա ցույց տվե վեհապարի, ոչ էլ ապացուցելա, որ եղբայրը KGB-ի գործակալ է,
ու այս անձնավորությունը ուզում է, որ մարդիկ իրան սիրեն, ուզում է, որ մարդիկ դուրս չգան փողոց իրա դեմ պայքարեն, ու այն 10 քահանաները տիրադավ, ուզում են, որ իրանց չասեն տիրադավ, չասեն պիղծ, չվիրավորեն, այն անձնավորությունը է, այդ որ Ստյոպիկը, այդ Տեր Արամը, ասում է ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը ոչխար է, ինֆորմացված չէի, դրա համար էլ գրում էի ոչխար, հենց ինֆորմացվեցի, էլ չեմ գրում ոչխար, այս, ուրեմն ինչ է անում Նիկոլը, այս Ստյոպիկների, Կճոյանների մնացածին դաբրո է տվել, արտոնություններ է տվել, առանց պետհամարանիշի մեքենաներով, կարմիրների տակ, արագաչափերի տակով ավտո են քշում, գողականներ է սարքել իր համար, էլ ես ծախու արքեպիսկոպոսներից եւ սրբազաններից նախկին։ Ու ասելա, в общем, գազ տվեք, եկեղեցու դեմ, պետական աջակցություն եք ունենաք, ոստիկանների կողմից է աջակցություն կունենաք, վեհապարին պետք է հանել, в общем, էս իմ հրամանն է։ Ուրիշ կերպ, ուրիշ ձև, ես չեմ կարող մեկնաբանել այն իրողությունները, ինչը տեղի է ունենում մեր եկեղեցու շուրջ, հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ, եւ այն իրողությունները, ինչ տեղի է ունենում մեր հանրապետությունում։ Եվ եթե մի անձնավորություն, ով դավաճանում է իր հորը, վեհապար հայրապետին, լինելով եկեղեցական ծառայության մեջ, այն բանից հետո, երբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի պահվածքը շատ սխալ է վեհապարի նկատմամբ նա Արցախ, չէ, այդ բոլոր սրբազանները Կճոյանից սկսած, այդ Արցախի թեմի առաջնորդից պրծած, այդ Միրզախանյանը, այն մյուս են պռոշները լցրած Տեր հայրը, այդ բոլորը, երբ որ Միքայել Սրբազանին Նիկոլի հրահանգով վեհարանի տարածքից ձերբակալում էին եւ տանում էին, մի այնպիսի վայնասուն էին բարձրացրել, մի այնպիսի կարծիքներ էին հայտնում, մեկը լացում էր, մեկը շորերն էր ճղում, մեկը դիմացներ ոստիկանների փակում։ Բա ինչ եղավ ձեզ։ Բա ոնց գնացիք հիմա դարակ Նիկոլի ագենտները եկեղեցու մեջ։ Բա այդ ուզում եմ հասկանամ, այն ժողովուրդը, ովքեր այս չնայած այս ժողովուրդը չի էլ ճանաչում այս սրբազաններին, ոչ էլ իրանց կյանքը, իրանց ապրածը, իրանց արած չարածը գիտի, որովհետև այդ տարածքում լրագրողները հարցում էին 10 arczepiskopos-ներ այդ սրբազանները նախքին, որ այս տարածքում են, ինչ են պահանջում։ Նիկոլական մարդիկ, ովքեր այդտեղ են եկել, ոչ գիտեին ինչի համար են եկել, ոչ դրանց էին ճանաչում, մենակ անգիրարած այդ էլի, քերակին բան, Կատրիչ Ներսիսյան, Դավաճան բան երեխա ունի բան, սենց օթում էլի, որ գրեշ պարգալկեքը տվել էին ձեռները, եկել էին վեհարանի տարածք, իրանց լկտի ու կեղտոտ պահվածքով աչքի էին ընկնում, միայն դա էին անում։ Այսինքն ես այդտեղ գաղափարապես մի անձնավորություն չտեսա, որ ասեր, որ այս բաների համար ես պահանջում եմ վեհապարը, որ այլևս չլինի իմ վեհապարը։ Մի հատ անձնավորություն ես վեհարանի տարածքում չտեսա։ Եվ նաև ես ցանկանում եմ խոսել այն երևույթներից, ովքեր նստած ազգային ժողովի իրենց սենյակներում գրել էին, որ այո, ստացվեց, հաջողվեց, մեր 10 եպիսկոպոսները գնացին վեհարան, բան հրաժարականի պահանջը ներկայացրին, ինչը ստացվեց ձեր մոտ։ Նախ մենք չթողեցինք, որ ինչ-որ մեկը մտնի վեհարան եւ պղծի այն ժամերգության վայրը, որտեղ որ վեհապարը ժամերգություններ անցկացնում, նախ եւ առաջ մենք դա թույլ չտվեցինք, երկուս դուք, եթե ձեր մոտ ինչ-որ բան հաջողվեր, ձեր Տեր Արամները, ձեր Կճոյանները եւ մնացածը քրիստոնյա ժողովրդի անեծքների տակ չէին փախնի մտնի ԱԱՑ-ի գազելը ու եկեղեցու տարածքը լքեին եւ ես ամենավերջում ցանկանում եմ մեր քրիստոնյա ժողովրդին խնդրել, որպեսի չնահանջեն, զգոն լինեն եւ մեր վեհապար հայրապետին ցանկանում եմ համբերություն, առողջություն եւ թող Աստծո օրհնությունը լինի մեր վեհապար հայրապետի վրա, մեր հավատավոր ժողովրդի վրա, որպեսի մենք կարողանանք պայքարել այս աղանդավորների եւ հակաքրիստոնյաների դեմ։ Նաեւ ցանկանում եմ առողջություն մաղթել Տեր Վրթանեսին, ով ինֆարկտի հասավ այդ սրբապիղծների պահվածքից
ում ինֆարկտ խփեց եւ նա անկավ գետնին, որից հետո նրա սիրտը ստենդավորեցին, ցանկանում եմ Տեր Վրթանեսին առողջություն մաղթել եւ իլուր մեր քրիստոնյա ժողովրդի ուզում եմ ասեմ, որ Տեր Վրթանեսը քաղաքացիների կողքը հավասար կանգնած պայքարում էր այն նիկոլականների դեմ, ովքեր ցանկանում էին պղծել վեհարանը։ Շնորհակալություն։